Կա, որովհետև այս մարդիկ մեր աչքի առաջ սահմանադրական դատարանը իրենց ուզած ձևով խեղելու համար սահմանադրություններ են փոխել, իսկ այս մարդը ոչ մի բան չխեղելու համար չի, այս մարդը կառուցելու համար է, ընդհանրապես իր կյանքը դրա մասին է, իր կյանքը ստեղծելու, կառուցելու, արարելու, հայկականությունը ամեն տեղ բարձր պահելու մասին է, հետևաբար չեմ կարծում, թե դա արտառոց երևույթ է, որ Սամվել Կարապետյանը նման առաջարկ է արել հասարակությանը, Սամվել Կարապետյանը երբեք չի ուզեցել դառնա քաղաքական դեմք, բայց երբ որ իր միակ հայրենիքի իդեպ ըստ այդ այլևայլ չարախոսությունների իր միակ հայրենիքի համար, երբ որ ինքը զգում է, որ պիտի կրի պատասխանատվություն, ինքը պատրաստ է նաև զոհողությունների, որը նաև ապացուցեց իր այսօրվա կարգավիճակով, կարծում եմ, որ նա ամենաարժանի եւ ուժեղ վարչապետի թեկնածուն է։